կոռուպցիան լեգալիզացնելու ամենահեշտ տարբերակը, որովհետեւ մարդիկ գումար չգողանան, պարգևավճարներ տալն է։ Ինչքանով է տեղին, իրանք ասում են, որ մենք պարգևավճարներ տվել ենք ելնելով ինչ-որ հանգամանքներից, ես կառաջարկեի ունենային նաև կոեֆիցիենտներ, օրինակ, այս մարդը 100 անգամ սրդիկ է արել, բերեք 3 միլիոն պարգևավճար տանք, այս մարդը 50 անգամ է արել, բերեք 1 միլիոն տանք։ Ինչև է կատակը մի կողմ, տոշագարուների վիճակը ողբալի է։ Անգամ 10,000 դրամը կարող է ագան օգուտ տալ այդ մարդկանց, որովհետև Գյումրիում օրինակ, որտեղ -20-ը սովորական է, հունվար-փետրվար ամիսներին, եւ մարդիկ ապրում են սոցիալական վատ պայմաններում, տնակներում ապրող 2500 ընտանիքներ կան, այդքան մարդ ուրեմն խնդիր ունի։ Ճաշված տեղերն են թանկ, ճաշված ստուգումներն են թանկ, ինչքան է ուզում է ավագրություններ անեն, ինչ ուզում է անեն, մարդը կոնե նորմալ պիտի սնվի, կոմունալ պիտի վճարի, չեն անում, չգիտեմ ինչի չեն անում, ուզում եմ հասկանալ, չեմ հասկանում ինչի չեն անում, բայց այն որ 60,000 դրամ թոշակը կամ 37,000 դրամը մի հատ էլ ուրախանանք, թե 10 քանի հազար դրամ ավելացրել ենք մինիմում թոշակը, այդ ոչ թե անլուրջ է, այդ ընդամենը նոնսենս է, այդ հիմարություն է նման բանը ասելը Հայաստանի պայմաններում։